Ամենամարտունակ թե պաշտպանունակ բանակ կառավարության պաշտպանական քաղաքականությունը ազգային ժողովում։ Թուրքիան Սյունիքով անցնող ճանապարհին է ձգտում։ Թուրք նախարարն այն համարում է միջին միջանցքի թողունակության ավելացման հիմնական գործոնը։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը տևել է 38 տարի։ ԱՄՆ նախագահի հայտարարությունը։ Սպիտակ տանը նրանք հեռու էին նստած, բայց կամաց մոտեցան, անգամ գրկախառնվեցին։ ԱՄՆ-ն մինչև տարեվերջ կստեղծի առաջին աշխատանքային խմբերը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ պետդեպի հայտարարությունը։ Ուկրաինայի ղեկավարությունը պետք է որոշում ընդունի, զորքերը շրջապատված են Պուտինի հայտարարությունը։ Հռոմի Պապը կայցելի Թուրքիա, նա ներկա կլինի հայ առաքելական եկեղեցում կայանալիք աղոթքին։ Մայր բուհը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Բուհի երկարամյա դասախոսի պնդումը աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների պատճառով, ԵՊՀ-ն հակադարձում է։ Բենզալացակայաններին տեխնիկական անվտանգության նոր պահանջներ կներկայացնեն, կարգը կգործի եկող հունվարի 1-ից։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Ազգային ժողովում այսօր քննարկել են կառավարության պաշտպանական քաղաքականությունը, ընդդիմադիր պատգամավորները պնդել են, թե կառավարությունը հստակ չէ իր մոտեցումներում։ Հիշեցրել են, մինչև 2050 թվականը պլանավորած ռազմավարական ծրագրում նշվում է ամենամարտունակ բանակ ունենալու նպատակը, մինչդեռ վարչապետը վերջերս խոսել է պաշտպանունակ բանակի անցնելու մասին։ Նայիրի Մուրադյանի ռեպորտաժը։ Կառավարությունն ի վերջո մարտունակ թե պաշտպանունակ բանակ ունենալու կողմնակիցն է։ Ազգային ժողովի ընդդիմադիրները անհամապատասխանություն են տեսնում կառավարության մինչև 2050 թվականը պլանավորած ռազմավարական ծրագրի եւ եկող տարվա բյուջեի զինված ուժերին վերաբերող փաստաթղթում։ 3 առաջ օրը Նիկոլ Փաշինյանն այստեղ արեց պնդում, որը ամբողջովին հակասում է այդ ռազմավարությանը գոնե մի բաժնի։ Ասեց փոխենք մարտունակ բանակի փոխարեն խոսենք պաշտպանունակ բանակի մասին։ Հիմա ձեր ներկայացված փաստաթղթում տեսեք գրված է մի շնչի հաշվով ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակը։ Ուզում հասկանամ, այդ ոնց է լինում, որ միտեղից այս փաստաթղթի կարևորագույն դրույթներից մեկը հստորեն հերքում է կամ հրաժարում է կատարվում, բայց այլ հարցերում սելեկտիվ մոտեցում է ցուցաբերվում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, թե երբ արվում են հայտարարություններ կամ որոշվում են նոր առաջարկություններ, կառավարության ղեկավարի բոլոր նարատիվները արտացոլվում են փաստաթղթերում։ Այն ինչ որ հայտարարվել է այստեղ, հնդածս այդ հայտարարություններին որոշված քաղաքականություն եւ առաջնահերթությունների համապատասխան թղթերը, փաստաթղթերը համապատասխանեցնում են այդ քաղաքականություններին։ Ընդդիմադիր պատգամավորները դժգոհ են վարչապետի աշխատակազմին ուղղված իրենց նամակներին տված պատասխաններից։ Խաչատրյանը հստակ հարց է ուղղել վարչապետի աշխատակազմին, տեղեկանալու համար, թե Ադրբեջանը որքան տարածք է օկուպացրել Հայաստանից, կամ Երասխ-Սադարակ ճանապարհահատվածի ապաշրջափակմանն ինչպես է արձագանքել Ադրբեջանը։ Ստացել են պատասխան արտգործնախարարի տեղակալից։ Ուղղակի այդ թղթերը ներկայացնի, ասում է Երևանյան երկխոսության ծրագրում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, առաջարկում եմ դիտել այդ ելույթը 20-րդ թե 28-րդ րոպեից։ Այսինքն ես ու ինչ, ինքը ինչ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով իրենք փորձում են առավելագույն տեղեկություն տրամադրել բոլոր հետաքրքրող հարցերին, հատկապես պատգամավորների ուղարկած նամակներին։ Մենք մաքսիմալ փորձում ենք այն ինֆորմացիան տրամադրել, որը տվյալ պահին սեղանին է կամ օրակարգում է։ Լրագրողների հետ ճեպազրույցում արդեն Հարությունյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին հայտնեց, որ Հայաստանն ադրբեջանական կողմի հետ ինտենսիվ շփվում է բոլոր հարցերի շուրջ։ Կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում հարաբերություններում վատը չէ, օրինակ Ադրբեջանի կողմից իր մասով, օրինակ հայկական բեռների տեղափոխման, շրջափակման արգելքի հանումը։ Ադրբեջանի հետ Հայաստանը պետք է ընդհանուր հայտարարի գա, որպեսզի խաղաղության փաստաթուղթը ըստ Հարությունյանի օր առաջ ստորագրվի։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Թուրքիան շարունակում է աչքը տնկած պահել Սյունիքով անցնող ճանապարհին, այն ներկայացնելով որպես տարածաշրջանային հաղորդակցությունների առանցքային ուղղություն, թե ոչ մի պաշտոնական փաստաթղթում նման ձևակերպում չկա, թուրք պաշտոնյաներն ու մամուլը հետևողականորեն օգտագործում են հենց այդ եզրույթը, փորձելով հաստատել այն միջազգային խոսույթում։ Հայկական կողմը դա համարում է անընդունելի եւ վտանգավոր, ընդգծելով, որ խոսքը ոչ թե որևէ միջանցքի, այլ միայն երկրի ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհի մասին է։ Թուրք նախարարն այսօր թեման
դարձյալ ասպարեզ է բերել։ Էդվարդ Պողոսյանի անդրադարձը։ Թուրքերն ադրբեջանցի եղբայրներին միայնակ չեն թողնում Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնելիք Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղին, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան անխոչնդոտ կապը պետք է ապահովի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք անվանելու հարցում։ Մի ձևակերպում, որ բացարձակ անընդունելի է հայկական կողմի համար, այնքան, որ օրինակ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, երբ լրագրողները հիմա այս մասին հարց են տալիս, խիստ լակոնիկ է պատասխանում։ Դուք ընդհանրապես չհոգնեցիք այդ թեմաներից Զանգեզուրի միջանցքի։ Հայ լրագրողները հոգնել են, թե ոչ, թուրք պաշտոնյաները չեն հոգնել։ Աբդուլքադիր Ուրալօղլուն է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը։ Էլի Զանգեզուրի միջանցք է թմբկահարում թուրքական հեռուստաընկերության եթերում։ Զանգեզուրի միջանցքը կլինի միջին միջանցքի թողունակության մեծացման հիմնական գործոնը։ Ոչ երկկողմ, ոչ էլ բազմակողմ, ոչ ստորագրված, ոչ էլ նախաստորագրված որևէ փաստաթղթում Զանգեզուրի միջանցք ձևակերպում չես գտնի, բայց դա այսպես թե այնպես կարծես չի խանգարում, բան չի փոխում թուրքերի կյանքում։ Մասնագետներն ասում են, պատահական ոչինչ չկա, մի սովորական քմահաճություն էլ չէ, ով ինչ ասի, իրենք այդ տերմինով են առաջ շարժվելու, կոնկրետ խնդիր կա սեղանին, դա էլ լուծում են։ Ապշունի այդ ճանապարհը ինչպես կանցնի, ինչ առավելություններ կտա, թե չի տա իրանք դա միշտ դրա հետ կապված օգտագործելու են Զանգեզուրի միջանցք տերմինը։ Այստեղ ես կասեի ավելի շատ իրանք փորձում են ինստիտուցիոնալացնել այդ անունը։ Իրանք այս պահին այդ խնդիրն են փորձում լուծել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանը շրջանցելով Չինաստանն ու Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպային կապող միջին միջանցքի եւ Թրամփի երթուղու հատման գծերին, ինչպես ասում է թուրք պաշտոնյան, Զանգեզուրի միջանցքը լինելու է միջին միջանցքի թողունակության մեծացման հիմնական գործոնը, միջազգայնագետն ընդգծում է, մեկը մյուսի համար խնդրահարույց ճանապարհ է։ Այն ճանապարհը, որը պետք է անցնի Հայաստանի Հանրապետության մասին եւ որը իրենք անվանում են Զանգեզուրի միջանցք, որտեղ պետք է Միացյալ Նահանգները յուրահատուկ ինչ որ մոնիտորինգ լինի, դա անվտանգություն ապահովելու դեր խաղան, դժվար թե մենք պատկերացնենք, որ Չինաստանը հետաքրքրված լինի, որպեսզի այն ճանապարհները, որոնք կառուցվելու են, որտեղով պետք է անցնեն չինական ապրանքները եւ հասնեն Մերձավոր Արևել կամ Եվրոպա, պետք է վերահսկվեն Միացյալ Նահանգների կողմից։ Թուրքիային հիմա պետք է ընկալել նրա հիմնական նպատակի թուրքական պետությունների միավորման համատեքստում, շարունակում է փորձագետը։ Ինչպես թուրքական, այդպես էլ որոշ ադրբեջանական շրջանակներում, իդեպ նաև պետական մակարդակով ոչ միայն Զանգեզուրի միջանցք են անվանում այս ճանապարհը, այ Թուրք յոլու թարգմանում է որպես թուրքական ճանապարհ, այսինքն իրենք արդեն իսկ հիմիկվանից դիտարկում են որպես կարևոր ճանապարհ թուրքական պետությունների համար։ Սյունիքի թրիփից ի դեպ էական նորություններ չկան։ Մեր երկրի տարածքային կառավարման պատասխանատու նախարարն է լրագրողներին տեղեկացրել, քննարկումների փուլ է, բայց նույնիսկ մարզերի եւ համայնքների հետ աշխատանքին չեն հասել։ Էդվարդ Պողոսյան, ժամ լրատվական։ Միացյալ Նահանգների նախագահը Հարավային Կորեայում կրկին խոսել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման մասին։ Նրանց միջև հակամարտությունը տևել է 38 տարի։ Անգամ Պուտինն էր հիացմունք հայտնել եւ ասել, որ նրանք չէին կարողանում լուծել այդ հակամարտությունը։ Սպիտակ տանը նրանք հեռու էին նստած, սակայն հանդիպման ընթացքում կամաց մոտեցել են իրար եւ անգամ գրկախառնվել, ասել է Թրամփը։ Երեկ ԱՄՆ նախագահը Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորման մասին հիշատակել է նաեւ Ճապոնիայում ԱՄՆ ռազմաբազայում իր ելույթի ժամանակ։ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ մինչեւ այս տարվա վերջ ստեղծել առաջին աշխատանքային խմբերը։ Այս մասին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է ԱՄՆ բյուրոյին, նշելով, որ Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է խորացնել համագործակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, հիմնվելով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Միացյալ Նահանգները հանձնառու է իրականացնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը եւ կապահովի երկու կառավարությունների հետ առաջին աշխատանքային խմբերի ստեղծումը մինչև տարեվերջ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը, դրական գնահատելով երկխոսությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Ռուսաստանը եւ Ադրբեջանը ջանասիրաբար աշխատում են տարբեր մակարդակներում եւ երկու երկրների միջև երկխոսությունը շարունակվում է, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ներկայումս ընթանում է քրտնաջան աշխատանք եւ նախագահը բարձրացրել է այս բոլոր զգայուն հարցերը եւ դրանք բարձրացվում են աշխատանքային մակարդակով։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը, ասել է Պեսկովը լրագրողների հարցերին պատասխանելիս։ Հիշեցնեմ, հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են Բաքվում Ռուսաստանի 8 քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք ըստ ադրբեջանական կողմի կապված են Իրանից թմրանյութերի տարանցման եւ կիբերհանցագործությունների հետ։ Նրանք ձերբակալվել են 4 ամսով։
Մյուս թեմաները քիչ անց։ Ուկրաինայի ղեկավարությունը պետք է որոշում ընդունի, զորքերը շրջապատված են Պուտինի հայտարարությունը։ Հռոմի Պապը կայցելի Թուրքիա, նա ներկա կլինի հայ առաքելական եկեղեցում կայանալիք աղոթքին։ Շարունակենք թողարկումը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ռազմական գործողությունների գոտում իրավիճակը բարենպաստ է դասավորվում Ռուսաստանի համար եւ երկիրը հատուկ գործողության գոտում այժմ ապահովում է իր անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում։ Ռուսական զորքերը Ուկրաինայի զինված ուժերի գոտու բոլոր հատվածներում առաջ են շարժվում, ակտիվ են գործում։ Թշնամին արգելափակված է եւ շրջապատված է Ռուսաստանի զինված ուժերի դեմ չէ ԶԼՄ-ներին, այդ թվում ուկրաինական եւ արտասահմանյան թողնել թշնամու շրջափակման գոտի։ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը պետք է որոշումներ ընդունի շրջափակման մեջ գտնվող իր քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ, ասել է Պուտինը։ Սեուլի կենտրոնում կարևոր դիվանագիտական հանդիպումներին ընդառաջ հավաքվել են հարյուրավոր ցուցարարներ արտահայտելով իրենց դժգոհությունը ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Չինաստանի նկատմամբ։ ԱՄՆ դեսպանատան մոտ ցուցարարները գոռում են ոչ Թրամփին։ Ոստիկանական ավտոբուսները փակել են նրանց մուտքը դարպասներ, մի քանի 100 մետր հեռավորության վրա մեկ այլ խումբ պաստառներ է պահել ոչ Չինաստանին գրառմամբ։ Ցույցերն ուղղված են ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդների այս շաբաթ Հարավային Կորեա այցի դեմ։ Չեռնագորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի են ունեցել թուրքերի դեմ բողոքի ցույցեր, բողոքի ակցիայի մասնակիցները բղավել են թուրքեր դուրս եւ ով չի ցատկում թուրք է։ Նշենք, որ բողոքի ցույցերը սկսվեցին, երբ Թուրքիայի քաղաքացին հարձակվեց Չեռնագորիայի բնակչի վրա։ Ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի երկու քաղաքացու Պոդգորիցայի բնակչին դանակահարելու համար։ Այդ միջադեպից հետո Չեռնոգորիայի իշխանությունները որոշել են չեղարկել Թուրքիայի հետ առանց վիզա ռեժիմը։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը պատրաստվում է այցելել Թուրքիա ու Լիբանան։ Թուրքիա կատարելիք այցի ժամանակ նա ներկա կգտնվի հայ առաքելական եկեղեցում կայանալիք աղոթքին։ Այցը տեղի կունենա նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող հայկական եկեղեցի այցելությունը նախատեսված է Հռոմի Պապի քաղաքում գտնվելու վերջին օրը։ Աղոթքը տեղի կունենա հայկական Սուրբ Աստվածածին հայրապետական եկեղեցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ից 30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում, այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, գրել է նա։ Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է եւ դատավճիռները կախված են մեկ անձի կամքից։ Լրագրողների հետ զրույցի ընթացքում այսօր նշել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա խոսել է երեք օդանավակայանում ինքնաթիռից դուրս գալիս կալանավորված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասին, ով օրերս դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել 2018 թվականին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար եւ դատապարտվել 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ մինչեւ հիմա դատարանը չի ներկայացրել ոչ մի լուրջ ապացույց, որը կհաստատեր Համբարձումյանի մեղքը։ Բացի այդ, հոդվածի համար, որով մեղադրվում է Մասիսի քաղաքապետն, աննախադեպ պատժաչափ է կիրառվել, նշել է Սարգսյանը։ Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները բողոքարկելու են եւ այդ ընթացքում նա բոլոր իրավունքները պաշտպանում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր տեխնացուն իմպիչմենտի գործով որպես վարչապետի տեխնացու։ Տնտեսական աճը Հայաստանում շարունակում է մնալ դրական։ Այս տարի կառավարությունը կանխատեսում է մոտ 7% աճ։ Միջին աշխատավարձն էլ մոտենում է 300,000 դրամի շեմին, սակայն տնտեսական ցուցանիշների եւ քաղաքացիների իրական ապրուստի մակարդակի միջև հակասությունը շարունակում է մտահոգիչ մնալ։ Շատերը սեփական բյուջեում այդ աճը չեն զգում, իսկ աղքատության մակարդակը դեռևս բարձր է 23%-ի մոտ։ Արմեն Աթալյանի ռեպորտաժը։ Տնտեսական աճն այս տարի կազմելու է 7%։
Վատ արդյունք չէ։ Կառավարության ներկայացուցիչները վստահ են, որ դա ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքն է։ Հիմնական առաջատարներն են շինարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բանկային համակարգը եւ հանքահումքային ոլորտը։ Ամսական միջին աշխատավարձն էլ աճել ու հասել է գրեթե 300,000 դրամի։ Շատերի համար սա անհասկանալի մաթեմատիկա է։ Այն առումով, որ սեփական մաշկի վրա այս ամենի ազդեցությունը չեն զգացել։ Սա թերևս ֆիքսում են նաեւ կառավարության ներկայացուցիչները։ Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում է բարձր մնալ, 23% է վերջին տվյալներով։ Այստեղ կոնֆլիկտ կա իրոք։ Մի կողմից մենք ցույց ենք տալիս տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն, բայց աղքատության էական նվազում չենք ունենում։ Գիտեք, թե ինչն է դրա պատճառը։ Դպրոցների ավերակներն են, այն, որ հանրապետության երեխաների մի զգալի մասը զրկված է պատշաճ կրթության իրավունքից։ Մասնագետների կարծիքով, սակայն, կրթությունն ամենևին էլ շենք շինությունները չեն։ Այստեղ կարևորը առաջին հերթին ուսուցչական կազմն է եւ կրթության ճիշտ մեթոդաբանությունը։ Բացի այդ, բոլոր քաղաքացիները չեն կարող աշխատել լավ վարձատրվող ոլորտներում, ասենք ֆինանսական կամ IT շուկայում, նույնիսկ եթե լավ կրթություն են ստացել եւ մեծ ցանկություն ունեն։ Մյուս կողմից, թեկուզ թերի գիտելիքներով աշխատունակ մարդը պետք է կարողանա վաստակել եկամուտ, որով հնարավոր կլինի բարելավել սեփական կենսամակարդակը։ Միջին մարդու աշխատավարձը եւ միջին աշխատավարձը տարբեր բաներ են եւ միջին վիճակագրական մարդը կարող է չտենալ այդ բարձր աշխատավարձերը, քանի որ հիմնականում հարուստ խավն է ավելի շատ փող տեսել եւ որի արդյունքում միջին աշխատավարձը բարձրացել է։ Այսինքն երկիր հոսող ահռելի ֆինանսական հոսքերը հիմնականում հանգրվանում են մի քանի հազար մարդկանց հաշիվներին, ավելի քիչ օգտվում են մի քանի տասնյակ հազարը, 100,000-ավորների մոտ ոչինչ չի փոխվում։ Երբ որ հարուստները հարստանում են, էլ ավելի միջին ցուցանիշը ավտոմատ բարձրանում է անկախ նրան միջին խավի եւ ցածր խավի աշխատավարձերը եկամուտները բարձրացել են թե ոչ։ Այստեղ նույնիսկ հակառակ process-ն է սկսվել, քանի որ Ռուսաստանից եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկերի տեսքով հանրապետություն են հոսել մեծ միջոցներ, ծառայությունների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գները էականորեն աճել են։ Արդյունքում անապահովներն էլ ավելի են աղքատացել, քանի որ միևնույն գումարով այլևս կարող են գնել ոչ թե X քանակի, այլ X բաժանած 2 քանակի ապրանք։ Հիմնականում գնաճը արտահայտվում է սպառողական ապրանքների վրա, այսինքն սպառողական ապրանքների գնաճը 2-2.5 անգամ բարձր է, իսկ աղքատ խավը հիմնականում այդպիսի ապրանքներ են արվում, այսինքն աղքատ խավի 50-60%-ը զամբյուղի, հենց միրգ ու բանջարեղենը եւ այլը բարենային ապրանքներ, որոնց գները այս ընթացքում էլ ավելի են բարձրացել, այսինքն ցածր խավը ավելի խոցելի է։ Ըստ մասնագետների, աղքատության հաղթահարման համար նախ անհրաժեշտ է հստակ ուսումնասիրություններ կատարել բնակչության հենց աղքատ շերտի 23%-ի շրջանում, վերհանել ցածր կենսամակարդակի պատճառների վերաբերյալ տվյալներ, կատարել վերլուծություններ եւ հաշվարկներ։ Դա էլ պիտի արվի գիտական հենքի վրա, ոչ թե սիրողական ենթադրությունների, որից հետո միայն պետությունը պետք է թիրախային ծրագրեր իրականացնի, որպեսզի աղքատությունը երկրում ռեալ նվազի։ Հակառակ դեպքում նույնիսկ տասնյակ միլիարդների բյուջեն, լավագույն ճանապարհներն ու սուպեր ժամանակակից դպրոցները չեն նպաստի անապահով խավի կենսամակարդակի աճին։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ազգային ժողովի падգամավորներին խիստ մտահոգել է, որ ֆինանսների նախարարությունը 68 միլիոն դրամով կրճատել է իրենց եկող տարվա բյուջեն։ Եկող տարի ազգային ժողովին կհատկացվի 7.4 միլիարդ դրամ, փոխարենը ֆինանսների նախարարությունը ավելացնում է Հայաստանի արդարադատության նախարարության բյուջեն 187 միլիոն դրամով։ Ամենաշատ հատկացումները Հայաստանի վարչապետի աշխատակազմին կանեն գլխավոր դատախազությանը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Ֆինանսների նախարարը հայտնել է, որ բոլոր մարմինների ապարատային ծախսերը կրճատվել են։ Այս հանգամանքը զարմացրել է հատկապես ԿՊԱ-կան падգամավոր ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Ոնց է քաղաքական տեսանկյունից պատկերացնում ազգային ժողովի եւ խորհրդարանական կառավարման արմատավորումը, երբ որ մենք ըստ էության կրճատում ենք ազգային ժողովի ֆինանսավորումը։ Ապարատային ծախսերի նվազում է տեղի ունեցել, որովհետեւ մենք ուզում ենք, նպատակ ունենք օպտիմիզացնել պետական կառավարման համակարգը։
Նախքան ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը Հայաստանի էլեկտրական ցանցերը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագինը 3.6 միլիարդ դրամի չամիջեցնելու առաջարկով, քանի որ համակարգի քիչ կորուստների եւ խնայողությունների արդյունքում դրական հաշվեկշիռ էր առաջացել, սակայն պատասխանատու կառույցը մերժել է։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում էլ ցանցերի գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, թե իր տեղեկություններով հիմա արդեն դրական հաշվեկշռի գերազանցում է 6 միլիարդ դրամը, պնդել է սակագինը պետք է իջեցնել։ Իմ ինֆորմացիայով արդեն 6 եւ ավել միլիարդ է դարձել այդ 3.6 միլիարդը եւ հիմա նույն պնդումն անում ենք սակագինը իջեցնելու համար։ Հիմա իջեցրեք, ինչի՞ չեք իջեցնում։ Այնտեղ նամակի մեջ նշված էր տարվա վերջ կներվերանայինք, տարվա վերջին մնացել է 2 ամիս, իմջարից ասեմ, այս 2 ամիսը ծմերվա ամիսները գիտեք, որ շատ է հոսանք ծախսվում։ Շատ ավելի լավ, հիմա արեք, որպեսզի այս շատ ծախսած հոսանքի համար ավելի քիչ վճարվի, էլի որոշակի չափով զսպվի բեռը ժողովրդի համար։ Կվերադառնանք քիչ անց։ Մայրբուհը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Բուհի երկարամյա դասախոսի պնդումը աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների պատճառով, ԵՊՀ-ն հակադարձում է։ Բենզալացակայաններին տեխնիկական անվտանգության նոր պահանջներ կներկայացնեն, կարգը կգործի եկող հունվարի 1-ից։ Մետեո աշխարհ ջերմաստիճանը կնվազի, ավելին հաջորդ թիվ։ Շարունակենք թողարկումը։ Երևանի պետական համալսարանում սկանդալ է պայթել։ Բուհի երկարամյա դասախոս Սահակ Մանուկյանը պնդում է, որ իրեն աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների եւ մեկ падգամավորի դստեր բողոքի հիման վրա։ Դասախոսը պատմում է, դասի ընթացքում ֆիլմից օրինակ բերելու համար օգտագործած արտահայտությունը դարձել է պատճառ իր ազատման։ Մինչդեռ ԵՊՀ-ն իր քայլը հիմնավորում է էթիկայի կանոնների բազմակի խախտմամբ, կողմերն այժմ միմյանց մեղադրում են խախտումների եւ սուտ հայտարարությունների համար, իսկ նախկին դասախոսը պատրաստվում է դիմել դատարան։ Երևանի պետական համալսարանի 20 տարվա դասախոսին ազատել են աշխատանքից։ Իր պնդման քաղաքական հայացքների պատճառով։ Սահակ Մանուկյանն ասում է, իշխող խմբակցության падգամավորի դուստրը իր ուսանողն է եղել։ Դասախոսը կարծում է, падգամավորին ու նրա աղջկան դուր չի եկել իրային դասախոսությունը, որի ընթացքում թեման ավելի լավ բացատրելու համար ինքը ժարգոնային բառ է օգտագործել։ Մանուկյանը պատմում է, որ Հայաստանի պետական համակարգեր առարկայի դասախոսության ընթացքում վիրավորանքի ու զրպարտության տարբերությունը ավելի հասկանալի պարզաբանելու համար դեմոկրատական քաղաքական ռեժիմի մասին խոսելիս ֆիլմից մեջբերում է արել։ Առանց իմ թույլտվության, առանց ինձ նախազգուշացնելու ինձ նկարում է։ Դա թողնենք։ Չի գիտակցել, ես իրան ներում եմ։ Բայց խնդիրը նա է, որ շարունակում է ոչ իրավաչափ վարքագիծը։ Ընդ որում նկարում է ոչ թե հիշելու, այլ մատնելու համար։ Տալիս է իր ծնողին։ Ծնողն էլ անմիջապես ուղարկում է ռեկտորին։ Ինձ ասում են, որ ձեր ուսանողն է եղել քաղաքացիական պայմանագիր ուսանողային, քաղաքացիական պայմանագիր կուսակցության, խմբակցության, падգամավորուհի, երեսփոխանուհի, մոռանում եմ իշտ այդ կնոջ ազգան, որտեղ ոչի բանով ինքը աչքի չի ընկել, չեմ հիշում որ Արուսյակ Մանավազյան։ Մանուկյանն ասում է, ինքն անձամբ այդ բառը չի օգտագործել, գրել է էլեկտրոնային գրատախտակին, մեջբերում է արել։ Իշխանական падգամավոր Արուսյակ Մանավազյանը մինչդեռ հերքում է, ինքը կապ չունի դստեր դասախոսին աշխատանքից ազատելու հետ։ Լրատվամիջոցներից մեկին ասել է, թե Մանուկյանի հայտարարությունն իր համար անակնկալ է եղել։ Ես ռեկտորի հետ խոսակցություն չեմ ունեցել, ես որևէ մեկի հետ խոսակցություն չեմ ունեցել, թող առաջի հերթին իր գործատուի հետ իր հարաբերությունները բարձի։ Եթե եղել է դժգոհություն բողոք, այդ դեպքում թող ինքը վերանայր իր գործողությունները։ Երևանի պետական համալսարանը Սահակ Մանուկյանի հեռացումը պայմանավորում է ոչ պատշաճ վարքով, նշելով, թե արդեն նախկին դասախոսը բազմիցս խախտել է էթիկայի կանոնները։ Թե ինչպես է խախտել այդ կանոնները, չեն մանրամասնում։ Սահակ Մանուկյանը հեռացվել է համալսարանից ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ Երևանի պետական համալսարանն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները։ Ուսանողներից եւ նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար։ Մանուկյանը շեշտում է, թե իրենից բացատրագիր չեն պահանջել աշխատանքից ազատելուց առաջ։ Մինչդեռ բուհից պնդում են, որ վերջին միջադեպի հետ կապված Մանուկյանը բացատրագիր գրել է։ Կայծակնային արագությամբ իմ դեկանը կանչել է ինձ, ասել է մի բան, ինչ ա եղել, մի բան գրի տուր ինձ։
Ես ասել եմ, բայց այտենց չի, ես իրավաբան եմ։ Իրանք պիտի ինձ ասեն, ինչու են ինձ մեղադրում, որ ես դրա վերաբերյալ բացատրություն տամ, ասել աղբորպես խնդրում եմ քեզ մի բան գրի, ես էլ պարզաբանում եմ տվել, բացատրություն չեմ տվել։ Մանուկյանն ասում է, գոնե էթիկայի հանձնաժողով կազմեին, ծառայողական քննության հրավիրեին կամ գոնե իրեն լսեին, քանի որ ազատելուց առաջ կարող էին նկատողություն կամ էլ խիստ նկատողություն անել։ Ինքն էլ Բրյուսովում 3 տարի պրոռեկտոր է աշխատել։ Ասում է, պրակտիկայում երբեք նման բան չի տեսել, ոչ էլ արել է։ Նշում է, այս քայլով Երևանի պետական համալսարանը ոչ միայն խախտել է իր ակադեմիական, այլև ազատ խոսքի իրավունքը։ Կդիմի դատարան մայրբուհ վերադառնալու համոզմունքով։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Ծափաթաղում կորած 3 տարեկան Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավված է ոստիկանության 100 և փրկարար ծառայության 212 ծառայող։ Տեղեկությունը հայտնում են ներքին գործերի նախարարությունից, աշխատանքներն իրականացվում է 7 ուղղությամբ։ Հիշեցնեմ, ոստիկանությունը հոկտեմբերի 27-ին ժամը 18-ի սահմաններում հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրների միջոցով հողերի ապօրինի օտարմանը։ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այդ պաշտոնում է 2008 թվականից, արդեն 17 տարի։ Օրվա մյուս կարևոր թեմաները Քնարիկ Պետրոսյանի տեսաշարում։ Վաղաշաբաթում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման վերաբերյալ նյութերը հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է, հաստատել են կոմիտեից։ Հիշեցնեմ, հոկտեմբերի 21-ին ավականու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլից 1 օր առաջ Վաղաշաբաթ համայնքի Դողս գյուղում քաղաքացիական պայմանագիր կուսակցության մի շարք տեխնացուների մասնակցությամբ տեղի էր ունեցել բարեգործական միջոցառում։ Էջմիածնում ԿՊ-ի առերևույթ խախտումների առնչությամբ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը դիմել էր դատախազություն, նշելով, որ միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ։ Գլխավոր դատախազությունը Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումն ուղարկել է քննչական կոմիտե։ Հոկտեմբերի 25-ին իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունը Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի տարածման փաստով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազությանը։ Ավելի ուշ տեղեկություն եղավ, որ հաղորդման ընթացք են տվել։ Հաղորդումը ստացվել է քննչական կոմիտեում, այս պահին գտնվում է ուսումնասիրության փուլում։ Վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու հարցը դեռ պարզ չէ։ Լրատվամիջոցներին հայտնել են քննչականից։ Հիշեցնեմ, հայկական Wikileaks անվանումով նորաբաց Տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ տեսագրություններ հրապարակել, դրանք վերագրելով Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Հոգեվորականը արձագանքել էր, նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լցվել հորինվածքների ու զրպարտությունների հերկմանը։ Խելամիտ է համարում արհամարել։ Երևանում բենզալոցակայանները տեղադրված են հենց մայթերի վրա, մոտակա շինությունների համար հնարավոր բոլոր վտանգները կան։ Իշխող խմբակցությունից են նկատել շահագործվող բոլոր բենզալոցակայաններին եկող տարեսկզբից տեխնիկական անվտանգության նոր պահանջներ կներկայացնեն։ Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն է ասել ազգային ժողովում։ Գարեգին Խաչատրյանը նշել է, որ լիազոր մարմինը ՆԳՆ-ն այս տարի ընդունել է ենթաօրենսդրական նորմատիվ ակտ, որով սահմանվել են բենզալոցակայանների նոր տեխնիկական պահանջները։ Այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ին։ Ենթաօրենսդրական նորմատիվ ակտով նախատեսվում է, որ 1 տարվա ընթացքում նախկինում կառուցված եւ ներկայումս շահագործվող բոլոր բենզալոցակայանները վերազինման եւ վերակառուցման միջոցով իրենց օբյեկտները պետք է համապատասխանեցնեն ընդունված նոր տեխնիկական անվտանգության պահանջներին, ասել է տեսչական մարմնի ղեկավարը, չմանրամասնելով այդ պահանջները։ Հայաստանում համաներման ծրագրեր չկան։ Արդարադատության նախարարն է ասել, քաղաքականությունն ըստ Սերժ Գալյանի անհատական մոտեցումով է։ Մենք ցանկանում ենք անհատական մոտեցում ցուցաբերել ազատությունից զրկված անձանց եւ ոչ թե համընդհանուր լուծել մարդկանց այսպես ասած խնդիրը։ Պարզաբանել է Գալյանը, հավելելով, որ շեշտը դրվում է պայմանական վաղաժամկետ ազատման, ոչ թե համաներման վրա։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ցահազանգ է ստացվել, որ Toyota Magnishi ավտոմեքենայի թափքում թռչնի ու կենտանու մսեղիկ է հայտնաբերվել։ Երկու երևանցի Վայոց ձորի Գնիշիկ բնակավայրում ապօրինի որսացել են 74 մոխրագույն կաքավ եւ 4 գորշ նապաստակ։ Ապօրինի որսած թռչունների նապաստակների մսեղիկն առգրավել են եւ հանձնել Պաշտպանության նախարարության N զորամասին։ Որսագողության որսորդական զենքերը եւս առգրավվել են։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման 402,000 դրամի պահանջ։
Դատախազության ու Մատենադարանի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է Մխիթար Գոշի գիրք դատաստանին համաշխարհային հիշողության շտեմարանում արդի իրավունքի միջնադարյան ակունքները խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։ Հիշենք, որ 2025 թվականի ապրիլի 10-ին Մատենադարանի հայտով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի փիլիսոփա, աստվածաբան, իրավագետ, եկեղեցական եւ հասարակական քաղաքական գործիչ Մխիթար Գոշի գիրք դատաստանին ընդգրկվել է աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։ Սիրանուշ Մուրադյան, Գնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Իսկ հիմա եղանակի տեսությունը կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում հինգշաբթին կանցնի արևոտ երկնքով, վաղն առավոտից սպասում ենք առանց ստեղումների օր, ջերմաստիճանը կնվազի 6-ից 9 մինչ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 6-ից 11 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 14-ից 17, Լոռիում 10-ից 14, Տավուշում 13-ից 16 աստիճան, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 17 աստիճան, Սյունիքի նախալեռներում կդիտվի 9-ից 13, Երևանում վաղն առավոտից սպասում ենք կայուն երկինք առանց ստեղումների օր, այս գիշեր կանխատեսվել է 4-ից 6, ցերեկը 14-ից 16, երեկոյան 7-ից 9 աստիճան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք